Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես բուն բյուջեի նախագծի մասին չեմ խոսի, որովհետև ահագին խոսվեց արդեն եւ հանձնաժողովների նիստերում էլ մանրամասն քննարկել ենք։ Եթե ժամանակ մնամ երկու բանի կանրադառնամ։ Ես կանրադառնամ էլի որպես կանոն մեր ընդդիմադիր գործընկերների կողմից հնչած որոշ մտքերի, այնպես որ պարոն Խաչատրյան, պարոն Մանուկյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ չլքել դալիճը, որովհետև մի քիչ լավ չի, խոսում ենք ձեր մասին, դուք այստեղ չեք լինում։ Էլի հերթական անգամ մտածում եմ արձագանքել, չարձագանքել, հեսա կասեմ, պարոն Խաչատրյան։ Հետո ասում եմ, լավ, չի կարող այնպես լինի, որ վեր կենակ այստեղից, ինչ-որ բաներ ասեք, անցնի գնա, մարդիկ էլ մտածեն ճիշտ են ասում։ Եկեք հերթով սկսենք, էլ չգիտեմ, ժամանակը ինչքան է հերիքի, որովհետև կարելի է մի ժամ ուղիղ խոսել այս ամեն ինչի մասին, բայց եկեք սկսենք։ Պետական պարտքից։ Մեռանք այդ մասին խոսելով, բացատրելով, ներկայացնելով, իմ կարծիքով բացատրելու կարիք էլ չկա, շատ լավ գիտեք այդ ամեն ինչը, բայց շարունակում եք այդ թեման շահարկել։ Օրինակ երեք պարոն Ավետիսյանը ֆինանսների նախարարին հարցնում ասում է, պետական պարտքը կրկնապատկել եք, թոշակները այդ ընթացքով քանի անգամ եք ավելացրել։ Այս հարցը ինքնին աբսուրդ է, որովհետև պարտքը կարա ավելացվի ենթակառուցվածքային ծրագրերի վրա ծախսվելով, ու այդ ընթացքում թոշակների աճ տեղի չունենա։ Թոշակների աճը կարա տեղի ունենա, երբ որ այդ պարտքի արդյունքում տնտեսական ակտիվություն գեներացվի ու մեր տնտեսությունը ունակ լինի դա անել։ Այսինքն ինչ դուք խորհուրդ եք տալիս մենք պարտքով թոշակ ավելացնենք, որ տենց բան անենք, հիմա էլ հաջորդ քննադատությունը կհնչի։ Կամ եթե ձեր տրամաբանությամբ այդպես է, բայց ես էլ ձեզ հարցնեմ, բա 2008-2009 թվականներին, երբ որ մեկ տարվա ընթացքում, մեկ տարվա դուք պետական պարտքը կրկնապատկեցիք 1.5 թե 1.8 միլիարդ դոլարից սարքեցիք ավելի քան 3 միլիարդ դոլար։ Այդ թոշակները տենց կտրուկ բարձրացրել եք։ Այդ թվերը կարող եմ տալ, ուսումնասիրեք, եթե հետաքրքիր է։ Կամ ասում եք, պարոն Խաչատրյան, եթե պետական պարտքը չլիներ տնտեսության վրա, դա չներգրավեր, ինչ ազդեցություն կուներ։ Դուք այնպեսի հարց եք տալիս, որ ասենք դրա համար ինչ որ կարելի է դոկտորական պաշտպանել այդ թեման, վերջում սխալ դուրս գալ։ Բայց դուք մի հատ հետաքրքիր բաներ եք անում, վերցնում եք պետական պարտքի աճը, համեմատում եք ժամկետանց վարկեր ունեցողների վիճակագրության հետ։ Մի րոպե, դուք, պարոն Խաչատրյան, շատ հետաքրքիր ոճ ունեք, դուք կարաք ուղիղ չասեք, բայց մի բանի հետևից կապելով նես ներկայացնեք, որ մարդիկ մտածեն, այս երկու երևույթները իրար հետ պատճառահետևանքային կապի մեջ են։ Պետական պարտքի մասին խոսելուց անմիջապես հետո մի հատ կնայեք ձեր ելույթը։ Ասում եք Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց վարկեր ունեցողների կշիռը 2000 մարդկանց թիվը 2017 թվականին այսքան էր 30 քանի հազար, հիմա հարգելի հայրենակիցներ դարձել է այսքան։ Ուրեմն նախ պարոն Խաչատրյան, ձեզ ասեմ, որ ժամկետանց վարկեր ունեցող մարդկանց ցուցանիշը, որը կենտրոնական բանկը ներկայացնում է, դա կൂട്ടակային ցուցանիշ է։ Այսինքն ինքը ամեն տարի աճում է եւ դրա մեջ ներառվում է նաև նախորդ տարիներին ժամկետանց վարկեր ունեցող մարդկանց թիվը, դա չի պակասում։ Անգամ մահացած մարդկանց տվյալները մնում են այդ ցուցանիշի մեջ, այդ թիվը չի կարող պակասել։ Ես ավելի պարզ օրինակով ասեմ, որ մեր հայրենակիցներն էլ պարզ լինի։ Օրինակ, պարոն Խաչատրյանը, եթե 2021 թվականի ընթացքում 4 անգամ մանիպուլյացիա է արել այս ամբյոնից, 2022 թվականին արել է 3 անգամ մանիպուլյացիա, այդ ցուցանիշը կլինի 7։ Ու դա չի պակասի, պարոն Խաչատրյան։ Հեսակ չդիմացա պարոն Խաչատրյանի ներվերը, բայց դա նորմալ է։ Եթե ճիշտ ցուցանիշն եք ուզում, հարգելի գործընկերներ, այդ ճիշտ ցուցանիշը ասեմ, բանկային համակարգում առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2017 թվականին եղել է ավելի քան 6%, 2025 թվականին եղել է 1.08%։ Ես էլ կարամ պարոն Խաչատրյանին նվիրեմ, ափսոս գնաց պարոն Խաչատրյանը։ Բայց էլի բաներ կար, էլի կարող ենք ասել։ Էլ ինչի մասին պիտի խոսենք։ Բանակաշինության, դպրոցաշինության մասին, պարոն Մանուկյան, մի շաբաթ առաջ ստատուս եք գրում, ասում եք ընդունել եմ բանակից նոր զորացրված երիտասարդների
քննարկել ենք բանակի խնդիրները, ու սենց մի հատ արտահայտություն եք անում, ասում եք ժամկետան, դեղերի, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ այլ բաների խնդիրը դա միայն խնդիրների մի մասն է, ու հետո ասում ենք իրար հետ կլուծենք։ Ես ինչքան գիտեմ, մեր բանակը ոչ ձեր օգնությամբ դեղերով համալրվելու կարիք ունի, ոչ էլ ձեր օգնությամբ, այդ, ասենք, եթե խոսեիք մի 10 տարի առաջվա մասին, ասենք, հա, բայց հիմա ես այդ հարց ուզում եմ երեք պարոն Պապիկյանին տայի, չստացվեց, ուրիշ հարց տվեցի, բայց պարոն Պապիկյանը ներկայացրեց, ու դուք էլ փակ հանձնաժողովի նիստերում այդ ամեն ինչը տեսնում եք, ասենք, այդ կարգի բաներ ասելու նպատակը ո՞րն է, դպրոցաշինության մասին, անգիր արած տեքստերով ինչ-որ բաներ եք խոսում, ձախողվել է ծրագիրը, չգիտեմ, դպրոցներ, ով խոսի դպրոցաշինության մասին, իմ կարծիքով դուք ընդհանրապես պիտի այդ մասին չխոսեիք, որովհետև կա դրա համար հստակ վիճակագրություն, մարդիկ տեսնում են ձեր ընթացքում քանի դպրոց է կառուցվել ու վերակառուցվել, ու ինչ որակի, անգամ ձեր այն քարոզչական հոլովակներում, Տիկին Կյուրեղյան, Տիկին Գալստյան, այն որ գնում քվեարկում եք, այդտեղ էլ է երևում ձեր դպրոցների որակը, որտեղ անգամ Photoshop-ով չեք ծածկել այդ քանդած պատերը։ Հիմա կգա 2026 թվականը, կտեսնեք քանի դպրոց է կառուցվել, բայց աբսուրդը հասել է այնտեղ, ես կարծում օրինակ, այս կոնկրետ ձեզ չի վերաբերում, ես վերաբերում եմ մեր նախկին ընդդիմադիր գործընկերներից մեկին, ուրեմն մեկը մեկնաբանություն է գրել, ասում է, կարող է այդ դպրոցները կառուցում են նրա համար, որ վաղ ադրբեջանցիները գան, այդտեղ իրենց հարմար պայմաններ լինեն, այս մեր ընդդիմադիր գործընկերն էլ, ով որ ասենք լուրջ մարդու համարում ունի, ասում է հետաքրքիր հարց է, այդ չէի մտածել այդ թեմը, իսկ եթե այս է ձեր դիսկուրսի մակարդակը, ձեր հետ ընդհանրապես ինչի մասին կարելի է խոսել, պարոն Խաչատրյանը գնաց, որովհետև ցորենի թեմայով էլ էի ուզում խոսեի, կհիշեք, այս ամբիոնից մի ամիս առաջ ինչ խոսակցություններ էր, ցորենը գալու է, չի գալու, ոնց է գալու, վերջ եկավ հասավ նրան, որ պարոն Խաչատրյանը դարձավ ցորենի մասնագետ։ Վերջի բանը ցորենի մասին եղել է, որ գիտեք ինչ կա Հայաստան ներկրված ղազախական ցորենը 4-րդ կարգի է, հետո Վիկիպեդիայից հանելա, թե դա ինչի մեջ է օգտագործում, իր սովորության համաձայն երկրորդ կտորը չի դրել, դե ասենք ինֆորմացիան, եթե մի մասը դնում ես, մի մասը չես դնում, դա բանա, չէ, կարա իմաստը փոխի։ Այն երկրորդ կտորը, որ ասում է, օրինակ 4-րդ կարգի ցորենը կարող է ավելի բարձր ցորենի հետ խառնվելով օգտագործել հացամթերքի արտադրության մեջ, այդ մասը չի դնում։ Բայց ցորենի որակի կարգի մասին ընդհանրապես ով էր խոսում, կամ դուք այդ մասին եք խոսում, այս կոչվում է կողմնակի փաստարկ, տենց հասկացություն կա, երբ որ դու բուն թեման թողած, տանում ես այդ խոսակցությունը, հասնում ես մի հատ այնպիսի անկարևոր թեմայի, որ փորձես մոռացության տալ քո հին ասածները, բայց այդ հնարքը չի աշխատում, որովհետև բոլորը արդեն հասկացել են, թե ինչ եք անում։ Կամ պարոն Դանելյանը, ես ասում եմ, չէ, պարոն Դանելյանը երկու հոգի կա։ Մեկը պարոն Դանելյանը, երբ որ նստած է այստեղ կամ հանձնաժողովների նիստերի դալիճում, շատ կառուցողական հարցեր է տալիս, մյուս պարոն Դանելյանը էլ երեք Անժելա Թովմասյանի մոտ էր, հանրային հեռուստաընկերության երկրորդ H2-ով ավելի ճիշտ, ու ասում էր, ինչ է խոստացել Փաշինյանը անասնակերի դիմաց, ինչ է զիջելու։ Ասենք, ով ինչ զիջի, ով խոսի զիջելուց, պարոն Դանելյանը իրանցի եկեղեցու հայտնի պատմությունից հետո այդ մասին խոսելու ընդհանրապես ոչ մի իրավունք պիտի չունենա։ Ու սենց էլի բաներ եմ գրել, ուղղակի չեմ ուզում ժամանակը ծախսել այդպիսի բաների վրա, որովհետև կարծում եմ, որ մեր հայրենակիցները շատ ավելի նորմալ, ճիշտ, կառուցողական, մասնագիտական խոսակցության կողմնակի բան են, արժանի են ու շատ ափսոսում եմ, որ մենք ստիպված մեր ժամանակը վատնում ենք ամեն տեսակ մանիպուլյացիաներ անելու, հերքելու համար։ Ու ամենահետաքրքիրն է, որ այստեղից մարդիկ վեր են կենում ու մեզ մեղադրում են ինչ-որ մանիպուլյացիաներ անելու մեջ։ Ես էլ եմ ասում, շատ ափսոսում եմ, որ մենք մի հատ տենց վարժություն չենք արել, օրինակ, թե 5 տարիների ընթացքում պետական միջոցների կողմից մեր ընդդիմադիր երկու ֆրակցիաների վրա ծախսած գումարները, եթե ծախսեինք
դպրոցների եւ մանկապարտեզների շինարարության վրա, օրինակ քանի դպրոց ավել կարող ենք վերանորոգել, որովհետեւ ինձ թվում է, որ ասում եք, ինչ ազդեցություն կունենար ամենալավ այդ հիպոթետիկ վարժություններից մեկը դա է։ Շնորհակալություն։